Նկարիչ Նազիկ Ասլանյանը յուրօրինակ պայքար է հայտարարել խավարի ու խավարամտության դեմ։ Եղեցի լույս խորագրով նրա անհատական ցուցահանդեսում միայն ծաղիկներ են, նվիրված ցեղասպանության նահատակների հիշատակին։ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված է մի կտավ, որը կակաչն է եւ տարբերվում է մյուս կտավներից նրանով, որ շատ ավելի անհանգիստ է, քանի որ բնության օրենքն է խանգարված։ Բանաստեղծուհի Մարինե Ալեսի ձևակերպմամբ ծաղիկները կարծրատիպեր են կոտրում։ Նա եկել էր իր խոսքով էմոցիա ստանալու, որովհետև Նազիկ Ասլանյանի ծաղիկներն արտահայտում են երիտասարդ նկարչուհու ներաշխարհի էմոցիոնալ ամբողջ գամման։ Մեր քաղաքի համար լավ է, որ sense միջոցառումներ կան, որոնք անդրադառնում են 100-ամյակին պոզիտիվ հաստատով, ոչ թե ողբով, այլ մենք կանք եւ կլինենք։ Մարինե Ալեսին դուր են եկել հատկապես գրաֆիկական աշխատանքները։ Նկարիչ Կամսարին էլ ցուցասրահ մտնելու հենց առաջին վայրկյանից գերել է ներդաշնակությունը, ոչ մի ավելորդ դետալ շեշտեց նա։ Արվեստի ձևով արտահայտվելու տեսակ, մարդու տեսակ, արվեստագետի տեսակ։ Նազիկ Ասլանյանը հաջորդ ցուցահանդեսը ծրագրում է բացել աշնանը։ Նկարչուհին ոճը փոխելու մտադրություն չունի, բայց անակնկալներ խոստանում է։ Աղվան Ասոյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։